Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով գրեթե բոլոր լցակայաններում կլիցքավորվի ադրբեջանական բենզին, պատասխանելով քաղաքացիների հարցերին, թե որտեղ կլինի այն հասանելի։ Նա ընդգծել է, որ հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է եւ դրա մեջ կա թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչ։ Նախարարը նշել է, որ աշխատում են նոր խմբաքանակների արագ մատակարարման ուղղությամբ, ինչպես նաեւ գնի նվազեցման վրա, այդ թվում երկաթուղային փոխադրումների միջոցով, որպեսզի շուկայում գինը հասանելի լինի սպառողներին։ Այս քայլերը ուղղված են ինչպես վառելիքի մատչելիության ապահովման, այնպես էլ շուկայի կայունության պահպանմանը, հաշվի առնելով ինչպես ֆինանսական, այնպես էլ տեխնիկական գործոններ։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանում է ԵԱՏՄ տեխնականոնակարգին։ Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն է այս մասին հայտնել լրագրողներին։ Մենք հարցում էինք արել ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնին, որտեղից էլ տեղեկացրել են, որ փորձանմուշ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացրել։ Ադրբեջանից ներկրված բենզինի խմբաքանակն ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեխնականոնակարգին, նշել է Կոտոլյանը։ Նա հիշեցրել է, թե շուկայի վերահսկողության տեսչական մարմինը որևէ գործառույթ չի իրականացնում, երբ այս կամ այն ապրանքը հատում է Հայաստանի սահմանը։ Փաշինյանը անդրադարձել է մաքսատուրքից ազատման թեմային, արձագանքելով շրջանառվող այն կարծիքներին, թե կառավարությունը աջակցում է միայն սահմանափակ թվով արտոնյալ ընկերությունների։ Նրա խոսքով իրականում գործում է տնտեսական աջակցության ինքնաշխատ մեխանիզմ, որը կիրառվում է բոլոր ընկերությունների նկատմամբ նույն ու թափանցիկ պայմաններով։ Վարչապետը նշել է, որ 2018-ի մայիսի 8-ից մինչ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրամադրվել 310 տարբեր ընկերությունների, ինչը ըստ նրա վկայում է, որ քաղաքականությունը համակարգային է եւ ուղղված է տնտեսության խթանմանը եւ ոչ թե առանձին բիզնեսների արտոնմանը։ Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Արցախում մնացած հայերը տեղափոխվել են Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայերը եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, գրել է Թորոսյանը իր սոցցանցի էջում։ Խաղաղության համաձայնագիրը երբ ստորագրվի եւ վավերացվի, Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավարը հայտնել է, որ նրանց առաքելության կարիքը սահմանին այլևս չի լինի, սակայն այն կշարունակի այցելել սահմանամերձ գյուղեր եւ հետեւել իրավիճակին, զեկույցներ պատրաստել եւ հակամարտությունից տուժածներին աջակցել։ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 25 թվականի դեկտեմբերի 24-ին մերժել է Կարապետյանների կողմից ներկայացված միջնորդությունը կապված Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հետ։ Տրիբունալը անհիմն է ճանաչել ՀԵՑ-ի լիցենզիայի եւ կառավարման վերականգնման ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման, ինչպես նաեւ ակտիվների հարկադիր վաճառքի արգելման պահանջները։ Բացի այդ, որոշվել է, որ միջնորդության քննության բոլոր ծախսերը կկրի հայցվոր կողմը։ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել եւ ընդլայնել ընտրությունների դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության ապահովման մեխանիզմները։ Նախագծի համահեղինակ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով առաջարկվում է սահմանել ավելի հստակ չափանիշներ դիտորդական կազմակերպությունների կողմից կուսակցությունների օգտին կամ դեմ քարոզչությունը բացառելու համար։ Առաջարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրավասություն տալ խախտումների դեպքում վարույթ հարուցելու եւ դիտորդական առաքելության հավատարմագրումը ուժը կորցրած ճանաչելու մեջ, միաժամանակ ամրապնդելով դրանց բարեվարկության, թափանցիկության եւ ֆինանսավորման բացահայտման պահանջները։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես ընտրական օրենսգիրքը նույնպես սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ եւ չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն քաղաքական կուսակցություններին, ընտրությունների մասնակցող կուսակցություններին։ Սակայն մեր ընտրական օրենսդրությունը միաժամանակ բավարար մեխանիզմներ չի սահմանում առ այն, թե ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է։ Հետևաբար այս նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է։ Դեկտեմբերին Ռուսաստանի Պետդումայի падգամավորների քննարկման է ներկայացվել նախագիծ առաջարկություն, որը նախատեսում է փոփոխություններ Ռուսաստանում գտնվող արտասահմանցիների գտնվելու ժամկետների վերաբերյալ։ Եթե անձը Ռուսաստան չի մեկնել աշխատելու կամ սովորելու, 90 օրը սահմանվում է նվազեցնել մինչև 30 օր։ Առաջարկը Պետդուման ընդունել է, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ բեռնափոխադրողներին հնարավորություն կտրվի տարվա ընթացքում Ռուսաստանում մնալ ոչ թե 90, այլ 180 օր, պայմանով, որ նրանք RU ID համակարգով կներգրվեն
բեռնեն իրենց եւ բեռին վերաբերող տվյալները։ Սակայն կան վարորդներ, որոնք 2025-ին 90 օրից ավելի են մնացել Ռուսաստանում եւ ոստիկանությունը դատարանները նրանց համար Ռուսաստանի մուտքի 5 տարվա արգելք են սահմանել։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել, այս մասին հայտարարել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը։ Նշվել է, որ 14 տնտեսվարողի ներկայացրած խաղալիքներից վերցվել է 21 փորձանմուշ, որից 4-ում հայտնաբերվել է անվտանգության ցուցանիշների խախտում։ Փորձաքննությունն իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում եւ արդյունքում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք։ Այսպիսի փորձաքննություն Հայաստանում կիրառվել է առաջին անգամ եւ այն շարունակական է լինելու 2026-ին։ Խաղալիքների ցածրավոր սարքավորումների, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտում հիմնական ռիսկը պայմանավորված է առանց մակնշման եւ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ուղեկցման արտադրանքների շուկայի հանմամբ։ Մասնավորապես, խաղալիքների ոլորտում 25 թվականին կիրառվել է թվով 111 ստուգաթերթ, որից 83%-ում եղել են անհամապատասխանություններ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ TikTok սոցիալական հարթակում տարածում են Հայաստանի քաղաքացիների համար իբր սոցիալական հիմնադրամից 300,000 դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ, սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու եւ դիմում ներկայացնելու միջոցով։ Իրականում, սակայն, այս եղանակով հանցագործները կրկին փորձում են ձեռք բերել ձեր անձնական եւ բանկային տվյալները, զգուշացնում են կիբերոստիկանները։ Ոչ մի դեպքում քարտի համար PIN մեկանգամյա կոդեր չտրամադրել այլ անձանց, ինչը հետագայում կարող է հանգեցնել ձեր դրամական միջոցների հափշտակմանը։ Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպի ատեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները 51-րդ շաբաթվա ընթացքում հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության թիվը նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 1.2 անգամ։ Այս մասին հայտնել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր դեպքերի թիվը 78%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Հոսպիտալացվում են հիմնականում երեխաները, որովհետև ինքը շատ արագ բերում է բարդությունների առաջացմանը, միանում է երկրորդային ստրեպտոստաֆիլոկոկային ուրեմն ինֆեկցիան, որի արդյունքում երեխաների մոտ չկառավարվող ջերմություն է լինում, տարբեր տեսակի այլ խնդիրներ, օբստրուկցիա, բրոնխիալ համակարգի, ստիպված են լինում ծնողները դիմել ստացիոնար բժշկական օգնության։ Մենք հետևում ենք Իրանին, ասել է Դոնալդ Թրամփը լրագրողներին ինքնաթիռում Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից վերադառնալիս։ Անցած շաբաթ Թրամփը հրաժարվել էր Իրանին հարվածելու սպառնալիքներից, այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թեհրանը դադարեցրել է ցուցարարների նախատեսված մահապատիժները։ Շատ նավեր շարժվում են այդ ուղղությամբ, համենայն դեպս մենք հետևում ենք Իրանին, մենք մեծ ուժեր ենք ուղարկում դեպի Իրան, Արմադա եւ հսկայական նավատորմ, գուցե դրանք օգտագործելու հարկ չունենան։ Պուտինը Կրեմլում ավելի քան 3.5 ժամ բանակցություններ է վարել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Քննարկումները տեղի են ունեցել փակ դռների հետևում։ Կողմերը շեշտել են, որ երկարաժամկետ խաղաղ կարգավորումը հնարավոր չէ առանց տարածքային հարցի լուծման։ Պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակել շփումները, իսկ Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ուկրաինայի միջև անվտանգության հարցերի եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը նախատեսված է Աբու Դաբիում։ Միացյալ Նահանգները ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, ապա պետք է իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ, հայտարարել է փոխնախագահ Վենսը։ Նրա խոսքով Գրենլանդիայի պաշտպանությունը իրականում իրականացվում է Ամերիկայի, ոչ թե Դանիայի կողմից, եւ դա կարեւոր է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար, հատկապես Արկտիկայի նկատմամբ վերահսկողության եւ հրթիռային պաշտպանության տեսանկյունից։ Նախ մենք ուզում ենք բաժին ունենալ այս հանքանյութերով եւ ռեսուրսներով հարուստ տարածքի հարստությունից, որը մենք պաշտպանում ենք։ Սա կարեւոր է ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցրեք ինքներդ ձեզ, ինչ կպատահի, եթե մեկ այլ երկրի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Արկտիկայի նկատմամբ վերահսկողության բացակայության դեպքում մեր ամբողջ հրթիռային պաշտպանության համակարգը կանկայունանա։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Իրանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառումը եւ պահանջել անհապաղ դադարեցնել մահապատիժները, սպանություններն ու ճնշումները։ Բանաձևը սահմանում է, որպեսզի ազատ արձակեն բոլոր կալանավորված ցուցարարներին, իրավապաշտպաններին եւ լրագրողներին, ինչպես նաեւ ընդլայնել եւ խստացնել Եվրամիության պատժամիջոցները, ողջունելով նաեւ Ամերիկայի սահմանած միջոցները։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության մեկ աշխատակիցը զոհվեր երկրի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Եվս 25 աշխատանքից վնասվածքներ է ստացել, հարձակման են ենթարկվել Կարմիր մահիկի 14 օգնության կենտրոններ, վնասվել է 11 ավտոմեքենա։ Հիշեցնենք, Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025-ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Ֆրանսիան փետրվարի 8-ից կանցկացնի վերջին տարիների ամենախոշոր ռազմական զորավարժություններից մեկը Օրիոն 26-ը, որը կտևի մոտ 3 ամիս։ Կմասնակցեն ավելի քան 12500 ֆրանսիացի զինծառայողներ եւ 24 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ Միացյալ Էմիրություններից։ Զորավարժությունները կներառեն ավիակիր նավեր, մարտական ավիացիա եւ անօդաչու սարքեր, սիմուլյացնելով ժամանակակից պատերազմի լայն սպեկտր։ Հայաստանի ԵԱՏՄ կազմում մնալն արդեն իսկ կասկածի տակ է դրված։ Փորձագետներն են փաստում։ Նախ Հայաստանի իշխանությունը Ֆորմուլա 1-ի մեքենաների արագությամբ թրիփ ուղով է ցանկանում անցնել։ Կարծես թե հաշվի չնստելով ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում նաև տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող Ռուսաստանի հետ։ Ենթադրենք առանց ԵԱՏՄ գործընկերների կարծիքը կամ շահերը հաշվի առնելու կյանքի կոչեն, նույն ԵԱՏՄ կառույցից կարող են Հայաստանին դուրս թողնել։ Իսկ թվում է, եթե ճիշտ կարգավորվի, հնարավոր է հարմոնիզացնել, թե բարդություններ կարող են առաջանալ, որովհետև իրավական տարբեր մեխանիզմների, ավանդույթների, չափանիշների մասին է խոսքը արևմտյան եւ եվրազիական, ուրեմն Ռուսաստանը։ Եվ հետո Եվրապաշտոնյաների Հայաստանի իշխանություններին ուղղված գովասանքի խոսքերը Հայաստանի արտաքին քաղաքականության առումով ավելի են ոգևորում Հայաստանի իշխանություններին հայացքն ուղղել դեպի Եվրամիություն, որքան էլ Հայաստանից արձագանքեն, թե համատեղ շահույթ են ցանկանում ստանալ միաժամանակ եւ Արևմուտքից եւ ԵԱՏՄ-ից, թերևս այդպիսին են Հայաստանի աչքերն ու ականջները փակ ձևացող իշխանություններին ուղարկված մեսիջները Ռուսաստանից։ Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել Եվրամիության չափանիշներին մնալով ԵԱՏՄ անդամ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը անհնարին է համարում նաև ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակի անդամակցությունը առևտրում եւ ներդրումային քաղաքականության հարցերում միմյանց չհամապատասխանող նորմերի պատճառով։ Դրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Բրյուսելը ցանկանում է վերափոխել Հայաստանի օրենսդրական նորմատիվ բազան իր սկզբունքներին համապատասխան, որպես մխիթարանք Հայաստանից էլ պարզաբանում են, թե դիվերսիֆիկացնում են Հայաստանի արտաքին առևտրի շուկաները։ Հայկական հագուստի արտադրանքը չի կարող մրցունակել իտալական հագուստի արտադրանքի հետ։ Հայկական գինին չի կարող մրցակցել պորտուգալական գինու հետ, իսպանական գինու հետ։ Հայկական կոնյակը չի կարող մրցակցել ֆրանսիական կոնյակի հետ։ Հայկական գարեջուրը չի կարող մրցակցել չեխական եւ գերմանական գարեջրի հետ։ Այսպես շատ կարող եմ թվարկել։ Թող ցույց տան մի արտադրանք, որպես շուկայի դիվերսիֆիկացումով կարողացել են պայմանականորեն ԵԱՏՄ շուկայի չափաբաժին նվազեցնել ի հաշիվ ԵՄ շուկայի։ ԵՄ-ի հատկապես ֆրանսիական սիրախաղերով Հայաստանին դեպի այդ կառույցը թեքելը երբեք էլ չեն նպաստել, որ օրինակ Եվրամիության հետ ապրանքը առևտրաշրջանառությունը հասնի Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի արդյունքում ստեղծված ցուցանիշներին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ այն հանգամանքի, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ։ Հեղուկ վիճակում հայտնված Հայաստանի տնտեսական քաղաքական կյանքում աննշան քամի փչի տեկտոնական շարժում է առաջանում։ Արևմուտքը հաճախակի է մատ թափ տալիս, պատժամիջոցներ կիրառում տարածաշրջանի Հարավկովկասի երկրների վրա, սպառնալով մաքսային տարբեր տոկոսադրույքեր կիրառել, արգելել առևտուրը Ռուսաստանի Իրանի հետ։ Այնպես որ ցանկացած իրավիճակում Հայաստանը թրիփում լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, թե ձեռքը պարզի դեպի Եվրամիություն, հավաքական արևմուտքին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Այստեղ առաջնագծում դարձյալ սեփական շահն է։ Հունվարի 22-ին Հանրապետությունում տեղացած առատյան ու բքի պատճառով Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզի Լեռնապարկ գյուղ տանող 3 կիլոմետրանոց ճանապարհը դարձել էր անանցանելի։ Սպասարկող ընկերությունը ձյունը չէր հեռացրել, աղու ավազել չկար։ Փրկարար ծառայության Արագածի շրջփրկարարներն են օգնության հասել ճանապարհին մնացած քաղաքացիներին։ Հենա Լեռնապարը լրիվ մեկուսացվել է։ Գյուղի ճանապարհն ամբողջությամբ փակ է կարելի ասել, անանցանելի է։ Անի մի մարդիկ չգիտեմ ոնց գնան։
Մերկասառույցի պատճառով արտակարգ վիճակ էր նաև Ապարան քաղաքի վերջնամասից մինչև Նիգավան տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհին։ Ճանշինը ձյունը մաքրել էր, աղուավազի խառնուրդով լրացուցիչ մշակում չէր իրականացվել։ Խցանում էր առաջացել։ Միայն ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի հանձնարարականով են ժամանել Ապարանը սպասարկող բարեկները խցանումը բացելու համար։ Ահա որա սա ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պիտի անի։ Ճանապարհն սպասարկող ճանշինը լրիվ բարձի թողի վիճակա, բարձի թող։ Ուրիշ բան չես կարող ասել։ 20 րոպեա մեքենաները տեսնում եք, չեն կարողանում տեղաշարժվել։ Իսկ Արագածի շրջփրկարարները, ովքեր օրեր առաջ ձնաբքի պայմաններում անանցանելի մի քանի կիլոմետր ճանապարհով ծննդկանին տեղափոխել էին հիվանդանոց, ով ժամեր անց տղա էր ունեցել, վերադարձրել են տուն։ Նա նորածին տղայի հետ արդեն տանն է։ Հունվարի 22-ին Մայրաքաղաքում Երևանյան խճուղի մեկ հասցեում բախվել են 29-ամյա վաղինակի Նիսանը ու 41-ամյա Գևորգի վարած Արմավիրի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության մեքենան։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արալես բնակավայրում տուն է այրվել։ Սկզբում տանտերերն ու գյուղացիներն են պայքարել կրակի դեմ, հետո արդեն ժամանել են Արարատի եւ Էդուր շրջփրկարարական ջոկատների հրշեջները։ Նրանք կանխել են կրակի տարածումը մարել այն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Այսօր կեղտա ջրերի բանն է։ Արմավիրում հանրապետության մեկ շենքի բակը սահադաշտի է վերածվել, որն էլ առաջացել է կեղտաջրերից։ Դեկտեմբերի 10-ից է, որ դիտահորից դուրս եկող կոյաջրերի հոսքը չի դադարում, նաև նկուղներ է հասնում, վնասում 5 հարկանի շենքի հիմքերը։ Հոտ գալիս է։ Դա այլանդակ հեսա մի քիչ տակն հնգավ տունել նստել չէ, սա հոդը լսվում է տները։ Արմավիրի քաղաքապետարանից ու վրոլաջրից արձագանք չկա, ու իրենք ամեն օր ստիպված են լինում շնչել այդ գարշահոտն ու անցու դարձանել կեղտաջրերի միջով։ Բերին տրոսով մաքրեցին այս բանկի աշխատողները։ Հա։ Օգուտ չտվեց ախպետ։ Քաղաքապետարանից հա Արմավիրի։ Մի հատ խնդրանք էլի, գագոնա ձեզ հետ խոսում շամ ֆոտոլորագրով։ Մի հատ խնդրանք էլի։ Այս հանրապետության մեկ շենքում տիրում է գարշահոտ վիճակ, դիտահորերից կեղտաջուրը դուրս է գալի, ամբողջ շենքի բակն է լցվում, շենքի նկուղն է լցվում, բնակիչները ասում են մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանը միշտ քաղաքացիներ եւ խնդրել եմ որպեսզի կա թիմում գրի, որովհետեւ վկայողու հարցերով վիոլաջուրն է զբաղվում, պետք է մոտենան, մեզ թիմում գրեն։ Զայրացած բնակիչները տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին են դիմում, խնդրում միջամտել, որպեսզի պատասխանատուները վերջ տան այդ անտարբերությանն ու անցնեն գործի։